Ստամբուլի հայավետարանական եկեղեցին այն վայրն է, որտեղ հայերենով հնչող աղոթքներից եւ անցկացվող արարողություններից բացի նաեւ հայերենով դասեր են կազմակերպվում։ Այո, չնել պիտի հիշենք Արարատյան դաշտը Հրամդինքի անվամ դպրոցում թուրքերեն չեն դասավանդում։ Դպրոցը արդեն 8 տարեկան է։ Դպրոցի կազմակերպիչներն ասում են, որ սա իր բնույթով միակ կրթական հաստատությունն է, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն, համապատասխան Հայաստանի կրթական ծրագրի։ Դասագրքերը նրանց ուղարկում է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը։ Դպրոցում սովորում են Հայաստանից Թուրքիա տեղափոխված եւ այդ երկրում անօրինական ապրող հայերի երեխաները։ Դպրոցի նորելուկը գյումրեցի 11-ամյա Սիրվարդ Գրիգորյանն է։ Նա Ստամբուլ է եկել 1 ամիս առաջ, բայց արդեն հասցրել է թուրքերեն որոշ բառեր սովորել։ Ինչ բառեր գիտես։ Tamam, nasılsın? Կուզես գնաս Գյումրի։ Սիրվարդը Թուրքիայում է ապրում ծնողների ու եղբոր հետ։ Ծնողներն արդեն 7 տարի է, ինչ Ստամբուլում են։ Դե հորեղբայրս երեխա ունեցավ, դպրոց են գնում, այնտեղ չէր կարում ես տանել վերել դրա համար։ Սիրվարդն արդեն հասցրել է կարոտել Հայաստանը։ Նրա դասընկերները եւս կարոտով են խոսում Հայաստանի մասին։ Ջուլիա Բելգամալյանը 10 տարեկան է։ Կյանքի մեծ մասը 7 տարին Ջուլիան Ստամբուլում է անցկացրել, սակայն նա հիշում է հայրենի Արտաշատ քաղաքը։ Ջուլիայի ծնողները 21-ամյա եղբայրը եւս Ստամբուլում աշխատանք ունեն։ Արձանները կամ սարքան։ Իսկ մամա։ Ջուլիան որոշել է բժշկուհի դառնալ ու աշխատել Հայաստանում։ Նա հույս ունի, որ դպրոցն ավարտելուն պես կվերադառնա Հայաստան, Մարին այդպես է խոստացել։ Մաման ասել է, որ դպրոցը վերջացնես, պիտի գնաք Հայաստան։ Թուրքերեն ինչ գիտես։ Ամեն ինչ խոսալ գիտեմ, դուրերը գիտեմ, տարերը քիչ կեսը։ Որտեղ ես սովորել իսկ։ Եղբայրս սովորել Հրամդինքի անվան հայկական դպրոցը 100 աշակերտ ունի։ Այս թիվը աճելու միտում ունի, ասում է դպրոցի տնօրեն Հերիկ Նազավաքյանը, հավելելով, որ այս տարվա առաջին դասարան է հաճախել 20 աշակերտ։ Հայաստանի հատկապես սահմանամերձ գյուղերում անգամ այդքան առաջին դասարանցի չի հավաքվում։ Ցավոք սրտի ավելանում է։ Ցավոք սրտի եմ ասում, որտեղ ցանկալի չէ, որ Ստամբուլում հայաստանցի երեխաների քանակը 100-ի հասնում։ Դպրոցում ասում են, որ թեև Թուրքիայի կառավարությունից դասավանդման թույլտվություն չունեն, բայց արգելքներ էլ չկան։ Ավագյանը նշում է, որ իրենց հատկացրած վկայականով աշակերտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում։ Դպրոցի ուսուցչակազմը եւս հայաստանցի հայերից է բաղկացած։ Մասնագիտության բանասեր Լիլիթ Պողոսյանը հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում։ Սոկուս խորքում տխուր եմ, որ իմ երկրից դուրս եմ, բայց ուրախ եմ, որ այս երեխաներին կարողանում ենք հայկականությունից դուրս մի միջավայրի մեջ պահել հայկականության մեջ։ Հայաստանցի լրագրողների այցելության պահին Հերսիլիա Պետրոսյանը թորնիկի հետևից էր եկել։ Կինն արդեն 10 տարի է Ստամբուլում է բնակվում։ Նա, ինչպես նաև նրա երեխաները Թուրքիայում աշխատանք ունեն։ Հերսիլիան ուզում է վերադառնալ Հայաստան։ Այդքան պետք է մնանք, մինչև մեր երկիրը նորմալ դառնա։ Մենք չենք ուզում այստեղ մնալ, մենք էլ ենք ուզում շատ մեր երկիրը գնալ, բայց վիճակը գիտեք ինչպես է, հնարավոր չի։ Փորձել եմ, Երևանից եմ, փորձել եմ։ 10 տարի այստեղ եմ, փորձել եմ, այնտեղ էլ փորձել եմ աշխատել, մատուցող եմ ուզեցել աշխատել 1000 դրամ օրը, կարող ես մեծ ընտանիք է պահել, հնարավոր չէ։ Հաջորդ ուսումնական տարում դպրոցում նաև 7-րդ դասարան կբացվի։ Այժմ այնտեղ սովորում են առաջինից մինչև 6-րդ դասարանցիները։